Դիլիջանի անտառային հրդեհների մասին վերջին պաշտոնական տեղեկությունը ներքին գործերի նախարարությունը հայտնել է առավոտյան 8-ին այդ ժամի դրությամբ Դիլիջանի ոլորանների և Լեռնային Հայաստան առողջարանին մոտակա անտառներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացվել են։ Համացանցում կադրեր են հրապարակվել, թե ինչպես են Դիլիջանի անտառային հրդեհներից փախչում արջերը։ Նյուզեմի գործընկերների հետ զրույցում Տավուշի մարզպետը հավատացրել է, որ հրդեհների վերաբերյալ անհանգստություն չունի, իսկ Դիլիջանի համայնքապետի վառվող անտառում ծխախոտը ձեռքին լայվ մտնելու մասին մարզպետը խոստացել է առանձին հարցազրույց տալ։ Ղրղըզստանի մայրաքաղաքում այսօր հավաքվել են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները։ Հայաստանը երկրորդ տարին է հիմնականում չի մասնակցում ռազմաքաղաքական այս դաշինքի միջոցառումներին, սակայն ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Երևանը դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են 2022-ի սեպտեմբերյան հարձակումից հետո, երբ կազմակերպությունը հրաժարվել է ուղիղ դատապարտել Ադրբեջանին կազմակերպության անդամ պետության դեմ ռազմական ագրեսիայի համար։ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը Էրդողանի նախագահությամբ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները, հայտնել է CNN թուրքը։ Ավելի վաղ այդ երկրի արտգործնախարարը ուղիղ հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Անկարան Երևանից ակնկալում է սահմանադրության փոփոխություն և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրում։ Հայաստանը դադարեցնում է հնդկական Տեջաս կործանիչի գնման բանակցությունները օդանավի Դուբայի ավիաշոուի ժամանակ վթարի պատճառով։ Այս մասին գրում է իսրայելական Єրուսալիմ Փոստ պարբերականը։ Ըստ աղբյուրի Հայաստանը պատրաստվում էր 1.2 միլիարդ դոլարով 12 ինքնաթիռ գնել։ Սա պետք է լիներ այս տեսակի կործանիչների արտահանման առաջին խոշոր միջազգային գործարքը։ Իսրայելական պարբերականին այս տեղեկությունը հետաքրքրել է նաև այն պատճառով, քանի որ կործանիչի մի շարք մասեր իսրայելական արտադրության են ու եթե Հայաստանը վերջնականապես չեղարկի գործարքը, իսրայելական ընկերությունը կկորցնի տասնյակ միլիոնավոր դոլարների ակնկալվող եկամուտ։ Պետական եկամուտների կոմիտեն և ազգային անվտանգության ծառայությունը կանխել են Բագրատաշեն անցակետով մաքսային հսկողությունից թաքցված խոշոր չափերի տաքացվող ծխախոտի արտահանման փորձ։ Կենդանիների տեղափոխման համար նախատեսված դատարկ բեռնատարի ռենտգեն զննման արդյունքում հայտնաբերվել են բեռնատարի պատերում ձևավորված խոռոչներ։ Խորը զննման ընթացքում հայտնաբերվել է մոտ 22300 տուփ թաքցրած տաքացվող ծխախոտ։ Մոսկվայի հայկական Սուրբ Խաչ եկեղեցում նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հոգեհանգիստը։ Արարողությունը հանդիսապետել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանը։ Նիկիտա Սիմոնյանը մեզ թողեց իր մեծ մաքուր հոգուլույսը։ Որպես հայ ժողովրդի արժանի զավակ, նա պարծանքով իրեն հայ էր անվանում, նույն այդ սիրով սիրում էր նաև Ռուսաստանը և այդ սերը փոխադարձ էր, ասել է Եզրաս Սրբազանը։ Սպիտակ տան մերձակայքում զինված հարձակման հետևանքով զոհվել է ԱՄՆ-ի ազգային գվարդիայի 2 զինծառայող։ Գլխավոր կասկածյալը Աֆղանստանի 29-ամյա քաղաքացին է, որը երկիր է մուտք գործել 2021 թվականին։ Հարձակումը տեղի է ունեցել նախագահի նստավայրի մոտ գտնվող այգում։ Դեպքից հետո Սպիտակ տանը հայտարարվել է արգելափակում։ Դոնալդ Թրամփը կատարվածը որակել է որպես ահաբեկչական ակտ։ Վերջին վարչակազմը թույլ տվեց ամբողջ աշխարհից 20 միլիոն անհայտ և չստուգված օտարերկրացու գալ այստեղ այնպիսի վայրերից, որոնց մասին դուք նույնիսկ չեք ուզում իմանալ։ Ոչ մի երկիր չի կարող հանդուրժել իր գոյատևման համար նման ռիսկ։ Իր ելույթում Թրամփն ասել է, որ պատերազմի նախարարությանը հանձնարարել է Վաշինգտոնի պաշտպանության համար մոբիլիզացնել լրացուցիչ 500 զինվոր։ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ելույթի ընթացքում հայտարարել է, որ իրենք դեռևս չգիտեն կրակոցների դրդապատճառը։ Ներքին անվտանգության նախարարությունը հաստատել է, որ կասկածյալը ԱՄՆ է մտել Աֆղանստանից տարհանված քաղաքացիների ընդունման ծրագրով, երբ ամերիկյան զորքերը դուրս բերվեցին այնտեղից և իշխանությունն անցավ Թալիբանին։ Զինված հարձակման դեպքն անմիջապես անդրադարձել է ԱՄՆ-ի ներգաղթային քաղաքականության վրա։ Կասեցվել է Աֆղանստանից մուտքի նոր հայտերի ընդունումը։ Թրամփը նաև հանձնարարել է ստուգել Աֆղանստանի բոլոր այն քաղաքացիներին, որոնք եկել են Բայդենի նախագահության օրոք։
Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված ՀԴՀ դարձել է քաղաքի պատմության ամենամահացուներից մեկը։ Թայպո բնակելի համալիրի ավերածությունների հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ, այդ թվում 1 հրշեջ։ Ավելի քան 100-ը վիրավորվել են, անհետ կորած են համարվում 279։ ՀԴՀ տագնապալի արագությամբ տարածվել է բարձրահարկ մի քանի շենքերի վրա, որոնք այդ պահին վերանորոգվելից են եղել։ ՀՇ ծառայության տվյալով բամբուկի կառույցներով եւ պաշտպանիչ ցանցերով պատված լինելու պատճառով կրակն արագ է տարածվել։ Շինարարական երկու ընկերության տնօրեն եւ 1 խորհրդատու ինժեներ ձերբակալվել է չնախատեսված սպանության կասկածանքով։ Ռուսաստանի ազգային դաշնության ծառայությունը կանխել է ահաբեկչական հարձակում։ Սևաստոպոլում 57-ամյա բնակիչը ձերբակալվել է ռազմածովային ուժերի 300-ամյակին նվիրված հուշատախտակի պայթեցումը պլանավորելու համար։ Տղամարդը նաև տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմական օբյեկտների գտնվելու վայրի եւ հրետակոծության հետևանքների մասին։ Մոսկվայի մետրոպոլիտենում մի ուղևոր բռնել է տղամարդուն, որը կնոջ պայուսակից հեռախոս էր հանել եւ փախչել։ Տուժածկինը փորձել է կանգնեցնել հանցագործին, սակայն սայթաքել եւ ընկել է։ Այդ պահին դեպքի վկաներից մեկը նետվել է հանցագործի հետևից։ Տղամարդը հասցրել է բռնել կասկածյալին շարժասանդուղքի վրա եւ հանձնել նրան ոստիկանությանը։ Կողացված հեռախոսը հայտնաբերվել եւ առգրավվել է։ ՆԱՍԱ-ն պատրաստվում է գործարկել Եվրոպա Clipper առաքելությունը, տիեզերական սարք, որը կուղևորվի Յուպիտերի սառցե արբանյակ Եվրոպայի մանրամասն ուսումնասիրության համար։ Գիտնականների կարծիքով նրա սառցածածկ մակերեսի տակ կա մի ամբողջ օվկիանոս, որտեղ կարող է լինել կյանքի համար հարմար պայմաններ։ Արագանավը անցնելու է մոտ 1.8 միլիարդ մղոն, հասնելու Յուպիտեր 2030 թվականի ապրիլին։